Որպեսզի փորիկը հետ գնա, շատ հաճախ ծննդաբերությունից հետո մայրիկները շտապում են սեղմ իրաններ, կորսետներ կրել։ Դա ցուցված է եւ որքանով է արդյունավետ։ Դա ամենամեծ սխալն է, որը որ կարող են անել եւ մայրիկները եւ ոչ մայրիկները։ Այսինքն անպայման չի, եթե ծննդաբերած չեն, էլի աղջիկները սկսում են կորսետները։ Հիմա պատկերացնենք, որ մեր ամբողջ որովայնային խոռոչը, որը կողերից, միջև կոնքի հատակ, այսպես գնդակի նման պատկերացնենք, ցիլինդր պատկերացրենք, գլան պատկերացնենք։ Երբ մենք սեղմում ենք այսպես, ուր է ճնշումը գնում, ամբողջը ներսում ճնշում կա, ճիշտ է։ Երբ մենք սեղմեցինք, ուր գնաց ճնշումը, ներքև եւ վերև, ճիշտ է։ Սեղմվեց վերև ու սեղմվեց ներքև։ Դիաֆրագման վնասվեց, որտեղ որ շնչառությունը խաթարվեց արդեն, իսկ մեզ պետք է որպեսզի դիաֆրագման աշխատի, որպեսզի կարողանա շնչի ժամանակ իջնում ներքև, արտաշնչի ժամանակ մկանները ներքևից բարձրացնում է վերև։ Ու եթե սա չի աշխատում, էլ պոմպը չի կարող աշխատել։ Պատկերացեք, պոմպա աշխատում են, համալիր իրար հետ աշխատում են։ Եթե մի տեղը վնասված է, այստեղ սեղմված է, ներքևից չի կարող բարձրացնել վերև։ Պլյուս ներքևում այդ ճնշումը գնում է, արդեն վնասում է կոնքի հատակը ու առաջանում են արդեն կոնքում մնացած խնդիրները։